Բարև ձեզ հարգելի լրագրողներ, առաջիկա 1 ժամվա ընթացքում պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին, խնդրեմ։ Առաջին հարցը Արավես։ Պարոն Փաշինյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ կայացրեց Ադրբեջանի դեմ, Ադրբեջանին ըստ էությամբ մեղադրելով ծանր պատերազմական հանցագործությունների մեջ, խոսքը մայոր Հայկ Թորոյանի դրվագի մասին էր, երբ նրան տանջամահ արել, խոշտանգել էին, այնուհետև գլխատել, այսինքն փաստացի միջազգային դատական այցանը փաստում է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություն սանձազերծած երկիր է, իրականացրած երկիր է եւ ինքն է հարձակվել հենց Արցախի վրա ու սանձազերծել պատերազմը։ Հիմա այս պայմաններում կան նաև դրվագներ Հայաստանի տարածքում, բացի 44-օրյա պատերազմից նաև Հայաստանի տարածքում էլ կան նման օրինակ դրվագներ, երբ նման գազանություններ են գործելու հանցագործություններ ադրբեջանցիները, դուք նախորդ մեր հարցերին ի պատասխան ասում եք, որ չեք բարձրացնելու հարցերը եւ ասում եք, որ երկու ծայր ունի այդ սուրը, հա, հիմա ուզում եմ ես ձեզ հարցել նախ ձեր դիրքորոշումը, հայկական կողմից կարծես մի այդ այս վճռին արձագանք չի եղել, երկրորդ ինչպես եք այս պայմաններում, երբ միջազգային դատական այցանը փաստում է թե ով է հանցագործը, դուք հավասարության նշան դնում հայկական ու ադրբեջանական գործողությունների միջև եւ երրորդ ընդհանրապես պատրաստվում եք հետագայում այս հանցագործություններին հետամուտ լինել եւ հանցագործներին կանչել պետական մակարդակով, անհատական գանգատներ կանչել պատասխանատվության, շնորհակալություն։ Ես Հայաստանի եւ Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան երբեք չեմ դրել, դա արել է Կալուգացի օլիգարխը, երբ որ պատերազմի ժամանակ կոչով էր հանդես գալիս Հայաստանին եւ Ադրբեջանին, նրանց ըստ էության դնելով մեզ ու Ադրբեջանին դնելով նույն տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերվում է իմ ասածին, իմ ասած այն է, որ խաղաղություն է հաստատված եւ խաղաղության նկատմամբ պետք է հոգ տանել, հակառակ դեպքում այդ խաղաղությունը շատ հեշտությամբ կարելի է ջախջախել եւ վերացնել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, որոնք ենթադրում եմ Ադրբեջանն էլ կունենա, որ հետո ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել։ Միջազգային իրավական ինստիտուտները աշխատում են եւ դա նորմալ գործընթաց է եւ պետքա տեղի ունենա եւ դա մեր գնահատականը չի փոխում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը մի։ Պարոն Փաշինյան, երեկ տեղի ունեցավ համընդհանուր առողջապահության հիմնադրամի խորհրդի նիստը եւ ընտրվեց ղեկավար կազմը։ Կուզենայի լսել ձեր գնահատական առաջի կիսամյակի արդյունքների մասին, հա, ոնց է գնահատում ընթացքը։ Ենթադրում եմ նաև քննարկվել է ապագայի ծրագիրը եւ կուզենայի իմանալ եկող տարվա մասով կառավարությունում կա պատկերացում, որոշում ինչպես է լինելու գինը, պահպանվելու է ներկայիս գները, դա տարեկան փաթեթը 129,600 ու ամսական 10,800-ը, ինչպես նաև պահպանվելու է արդյոք այդ սուբսիդավորման չափը, որ ներկայիս կա, եթե չի պահպանվելու, փոփոխվելու է, բարձրանալու է, ապա ինչպես, շնորհակալություն։ Ես այդպիսի տվյալ չունեմ եւ մենք նման հարց չենք քննարկել ընդհանրապես մեր մրցութային հանձնաժողովի նիստը եղել, մրցութային հանձնաժողովի այնտեղ բովանդակային հարցեր միայն այս համատեքստում են քննարկվել, ձևավորվել է հոգաբարձուների խորհուրդ, ընտրվել է գլխավոր տնօրեն, նրանք կնշանակվեն, նրանք կմտնեն աշխատանքի մեջ եւ նրանք է ռեկոմենդացիաներ ունենան, եթե չեմ սխալվում կարգավորումներով այդ հոգաբարձուների խորհուրդն է նաեւ գների հարցում որոշակի դերակատարում ունենալու, կառավարությունը քաղաքականությունն է մշակելու եւ հոգաբարձուների խորհուրդը եւ գլխավոր տնօրենը գործելու են այդ շրջանակում։ Այս պահին մեր պլանը հետեւյալն է, որ 2028 թվականին ամբողջ բնակչությունը պետք է ներառված լինի եւ հաջորդ փուլում մենք առաջնային կարգով արդեն նաեւ 63 տարեկան թոշակառուներին կներառենք ծրագրի մեջ, որպեսզի սոցիալական հատվածը կառավարության ամբողջացնենք, այն մնացած հատվածներով կմտածենք, իսկ այս պահի դրությամբ առողջության ապահովության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ է գործել, ի հեճուկս բոլոր այն փորձերի եւ դա իմիջիայլոց նաեւ տեղի ունեցավ, որ
լուրեր էին տարածում, թե ընտրություններից հետո համակարգը չեղարկվելու է, դրա նպատակն էր, որ մարդկանց հոսքերը էականորեն մեծանան եւ համակարգը կոլապսի ենթարկվի, մարդկանց հոսքերը էականորեն մեծացան, բայց համակարգը կոլապսի չենթարկվեց, ինչը շատ լավ է, եւ այս հենքի վրա արդեն նոր ուժ, նոր մարդիկ են գալիս, որոնք պրոֆեսիոնալ են տարբեր ոլորտների եւ իրենք համոզված եմ եւ հույս ունեմ, որ իրենց աշխատանքի արդյունքում կլավարկեն եւ բնականon զարգացումը համակարգի կապահովեն, իհարկե կառավարության առաջնորդության ներքո։ Պարոն Փաշինյան, ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր դիմել են Սահմանադրական դատարան, վաղը արդեն այդ միասնական հայցով քննարկում տեղի ունենալու, նրանք համարում են, որ այս ընտրությունները կեղծված են, ոչ լեգիտիմ են եւ դա բողոքարկում են Սահմանադրական դատարան, ինչպիսին է իշխող քաղաքացիական ուժի կամ այս դեպքում ձեր անձնական տեսակետը ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի արձագանքների հետ կապված, արդյոք չունեք մտավախություն, որ Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները կհամարի չեղյալ եւ նոր ընտրություններ կնշանակվեն, սա որպես առաջին հարց եւ երկրորդ հարց, նաեւ ըստ էության նոր կաբինետ պետք է ձևավորվի, դուք ինչպիսի փոփոխությունների եք պատրաստվում գնալ, արմատական փոփոխություններ լինելու է արդյոք գործադիրի կազմում եւ նաեւ նոր ազգային ժողովի նոր նախագահի հետ կապված մամուլում 3 անուն է շրջանառվում գործող նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ Հայկ Կոնջորյանի խմբակցության ղեկավարի ձեր անձնական տեսակետը այս 3 անձանցից դուք կցանկանայիք տեսնել ազգային ժողովի նախագահի պաշտոնում, շնորհակալություն։ Սահմանադրական դատարանի գործընթացի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի, որովհետև կոռեկտ չէ, այսինքն մենք մեր դիրքորոշումները, մեր ներկայացուցիչները ներկայացնեն Սահմանադրական դատարանում, ինչ վերաբերում է լեգիտիմությանը եւ օրինականությանը, լեգիտիմությանը, ես ուզում եմ մենք անդադ չմոռանանք, որ լեգիտիմության մեկ աղբյուր կա այդ ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում իր ընտրությունը տեղի է ունեցել, թե իր ընտրությունը տեղի չի ունեցել։ Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդը արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել եւ իր ընտրությունը արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով։ Մնացածը արդեն մեր դիրքորոշումներով հանդես կգան մեր թիմի ներկայացուցիչները Սահմանադրական դատարանում, որովհետեւ ես գրություն եմ ստացել Սահմանադրական դատարանից, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ներգրավել է որպես երրորդ կողմ, եթե չեմ սխալվում, այդպես է կոչվում։ Ազգային ժողովի նախագահի տեխնացուի ընտրության հետ կապված ես իմ մոտեցումները չեմ հայտնի, ելի նույն նկատառումով, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում են կայացվելու առաջադրված տեխնացուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը եւ ով որ կընտրվի դրա մասին ենթադրում եմ կլինի չեմ ենթադրում կլինի հանրային իրազեկում, այսինքն մեր պլանը այս է, որ այսօրվա նիստում այդ հարցով մենք պետք է լսենք տեխնացուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք եւ որոշում կայացնենք։ Ես իմ քվեարկությունը կանեմ փակ գաղտնի ռեժիմով, ինչպես նաեւ մյուս գործընկերները։ Գործադիրի կազմի հետ կապված ես ասել եմ, որ ընդհանուր առմամբ կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում, այսինքն կառավարության անդամների փոխվարչապետեր եւ նախարարներ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ ենթադրում եմ, որ տեղի կունենան։ Ոչ թե ենթադրում եմ, այլ մտածում եմ, որ փոփոխություններ տեղի կունենան։ Իմիջայլոց դուք եթե ուշադիր եղել եք, ես հայտարարություն եմ տարածել, որով հրավիրում եմ աշխարհի 200 լավագույն բուհերի շրջանավարտներին ներառվելու կառավարության կադրային բանկում իհարկե պատահականություն չէ, որ հենց այս ժամանակաշրջանում եմ այդ հայտարարությունը տարածել, որովհետև մենք դեռ ունենք ըստ էության ավելի քան 1 ամիս, համարյա 2 ամիս ժամանակ կառավարության եւ նրա ինստիտուտների ձևավորման շուրջ մտածելու եւ ես չեմ բացառում, եթե կլինեն այնպիսի անձինք,
այնպիսի մարդիկ, որոնք որոշակի չափանիշների կհամապատասխանեն եւ կառավարության ռազմավարական տեսլականը կկիսեն, ես չեմ բացառում, որ հենց այս փուլում տեղի կունենան նշանակումներ, համենայն դեպս իմ մտադրությունը դա է, որ մենք նաեւ նոր մարդկանց բերենք եւ եթե ձեր մոտ հարց ծագի, իսկ ինչու այդ հայտարարությունը ես չէի անում, ասենք օրինակ մի տարի առաջ, տարի ու կես առաջ, որովհետեւ իմ փորձառությունը ցույց էր տալիս, որ դա հաջողություն չէր ունենալու, բայց քանի որ մենք որդեգրել ենք կատարողականի հիման վրա վարձատրության համակարգ, արդեն նման կրթական ճանապարհ եւ որակավորում ունեցող մարդկանց համար համոզված եմ Հայաստանի Հանրապետությունում պետական աշխատանքը գնալով կլինի ավելի ու ավելի գրավիչ եւ սրանից կօգտվեն միայն ու միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, միայն ու միայն շահառուները, այդ թվում լրատվամիջոցները, որովհետեւ ասել եմ, որ մենք մեծ բարեփոխում ենք պատրաստում, որը շատ մեծ աշխատանք է պահանջում, հենց միանգամից հնարավորինս շուտ, եթե այլ տեխնիկական խնդիր չլինի, մենք հենց հունվարի 1-ից կփորձենք դա անել, կփորձենք ամեն ինչ կանենք, որպեսզի համընդհանուր հայտարարագրման համակարգում յուրաքանչյուր հայտարարագրող քաղաքացի հնարավորություն ունենա իր հայտարարագրման մեջ նվիրատվություն անել 3 սուբյեկտի՝ լրատվամիջոցի, կուսակցության եւ հասարակական կազմակերպության։ Իհարկե հիմա քննարկում են նաեւ գուցե այդ շահառուներ նույնպես մտցնենք, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, կարծում եմ սա շատ կարեւոր բարեփոխում է, որովհետեւ մենք նաեւ լրատվամիջոցների համար հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի իրենք ուղիղ ֆինանսավորում ստանան իրենց ընթերցողներից եւ նաեւ ընթերցողները քվեարկելու հնարավորություն ունենան այդպիսով։ Ուզում եմ հիշեցնել, որ խոսքը շուրջ 70 միլիարդ դրամի մասին է սոցիալական կրեդիտները, այսինքն իրանց սոցիալական կրեդիտներից որոշակի սահմանափակումներով իհարկե մարդիկ հնարավորություն կունենան ֆինանսավորել կուսակցություններին, լրատվամիջոցներին եւ հասարակական կազմակերպություններին։ Այո, դրվելու է ռեեստրը լինելու, ասենք մարդը դուք որ լրատվամիջոցից եք, իրականում է։ Ասենք մարդը երբ որ համընդհանուր հայտարարագիրը լրացնի եւ սոցիալական կրեդիտները ստանալու փուլում ինքը կարող է ընտրել, որ ենթադրում ենք կա առաջարկ, որ 1000 դրամ լինի սկզբնական շրջան, որտեղ շատ մեծ թվով մարդկանց մասին է, ասենք օրինակ, եթե 1000 կարա միանգամից 1000 դրամ նվիրի այսինչ լրատվամիջոցին, 1000 դրամ այսինչ կուսակցությանը, 1000 դրամ այսինչ հասարակական կազմակերպությանը եւ այս սոցիալական կրեդիտ։ Ճիշտն ասած չենք մտածել, որ պարտադիր լինի կամավոր երևի, որ մարդը պետքա ուզենա, ոնց իրեն պարտադրենք, որ չէ, պետքա նվիրել։ Չէ, պարտադիր կամավոր կլինի։ Եթե իմիջիայլոց, եթե գաղափարներ ունենաք, այդ կուսակցություններն էլ, հասարակական կազմակերպություններն էլ, լրատվամիջոցներն էլ հաճույքով կքննարկենք։ Բայց ելի եմ ասում, խնդրում եմ հաշվի առեք, որ սա բոլորովին նոր բան է լինելու եւ այդտեղ պետք է աշխատենք, որպեսզի հասկանանք։ Ես հույս ունեմ, որ այսպիսով մենք կկարողանանք հասնել նրան, որ Հայաստանում եւ հասարակական կազմակերպությունները եւ լրատվամիջոցները եւ կուսակցությունները հասնեն անկախության մաքսիմալ աստիճանի։ Ամեն դեպս այդ մեխանիզմը ստեղծվում է եւ վստահ եղեք, Հաջորդը Վահրամ Մեր երկու կարճ հարց, նախ այն ջրասուզակ Վահե Մելքոնյանին կարող է պատրաստվում եք որևէ ձևով խրախուսել, պարգևատրել, որովհետև իրոք հերոսական գործ է արել է տղան, ու ասում են շատ ցածր աշխատավարձ է ստանում։ Երկրորդը Պուտինը այդպես էլ չշնորհավորեց ձեզ, երևի սպասում է ՍԴ-ի որոշման արդյունքներին, սահմանափակումներն էլ արտահաման շարունակում են մնալ եւ խնդիրներ ստեղծել, սա ձեզ մտահոգում է թե ոչ երկու մասով էլ։
Եվ Ծառուկյանի եւ մյուսների բիզնեսները առերևույթ քաղաքական հրահանգներով փակելով, օրինակ Շանգրիլա մյուսները, դուք գնահատել եք այդ վնասը ինչքան է լինելու մեր տնտեսության վրա, որ այդքան հարկ չվճարեն, այդքան աշխատատեղ կորցվի եւ այլն։ Ընդհանրապես ձեր անձնական, այսպես ասած, ամբիցիաների կամ ձեր քաղաքական թիմի խոստումների համար, որ տալիս եք։ Եվ մի բան էլ, հարցս հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերում։ Դրա մեջ մի քիչ անձնական, մի քիչ 18+ գծիկ կրկոտ երանգ կա, փորձեմ հնարավորինս կոռեկտ ձևակերպել։ Ուրեմն տեսեք, ձեր աջակիցները ինձ ասում են, որ ես Ծառուկյանի ջրասուզակը Ծառուկյանը եւ Պուտինն ու արտահանումը։ Այս չորրորդը մի քիչ տենց 18+-ոտ է, բայց բան է, դե կրկոտը տրենդի մեջ է, ոչինչ։ Ձեր աջակիցները ասում են, որ ես իրավունք չունեմ, ինչ որ գնացի նախորդ նիստից հետո, ես գնացի Ստամբուլ, Թուրքիա, մեր պապերի երկիր, ասի տեսնեմ ինչ կա, մյուս կողմից մասիցը նայեմ, գամ։ Գնացի եկա, ինձ քննադատում են, ասում են դու ինչ ես գնացել Ստամբուլ, եկել ես մեր վարչապետին էլ հարց չտաս։ Ինչու, որովհետև ես այնտեղ նավի վրա փորձել եմ ժամանակ անցկացնել, այդտեղ շոու ծրագիր էր, մի մեր կապարոյի բավականին կրկոտ էր պարոն գիտեք, ձեր ելույթներին չի հասնի, բայց դե մոտեցավ այդ ռետոր որպես ռետոր։ Եկավ, բարեց, ես էլ գումար տվեցի, գնաց։ Հիմա ձեր աջակիցները ընդ որում մարդիկ, որոնք որ ըստ տեղեկությունների ասում են մարմնավաճառությամբ են զբաղվել Թուրքիայում, եկել այստեղ բլոգերություն են անում, իսկ քննադատում են բարոյախրատական դասեր են տալիս, թե այ դու որ գնացել ես այնտեղ մի վարքան, դու գնացել ես այնտեղ Ստամբուլում, այդտեղ զվարճացել ես եկել ես, իրավունք չունես մեր վարչապետին հարց տալու։ Երևի նեղվել են, որ ոչ թե ես եմ մերկացել, ապարել ինձ փող են տվել, այլ հակառակը, երևի դրանից են նեղվել, լիքը թուրքերն են մերկացել, ես եմ փող տվել։ Հիմա ստացվում է, որ իրենք ձեզ ասոցացնում են Թուրքիայի հետ, եւ կամ դուք դարձել եք Թուրքիայի խորհրդանիշը ըստ ձեր աջակիցների։ Հիմա մի հատ հասկանանք հայ-թուրքական հարաբերությունները դուք այսպես եք պատկերացնում, որ մարդիկ գնան Ստամբուլ տուրիստական այցով հետ կան, հարցակվեն այդ մարդու վրա, ասեն ինչ ես գնացել, կամ այսինքն եթե ես դեռ հարց եմ տալիս, չպետք է գնամ Թուրքիա, իսկ եթե գնացել եմ Ստամբուլ, պիտի կամ ստեղ հարց չտամ, այդ ինչ սինխրոնիզացիա է ձեր եւ Թուրքիայի միջեւ, որ ձեր աջակիցները անկեղծ ասած ձեր տրամաբանությունից ես պատճառահետևանքային կապը չհասկացա, թե ինչ կապ ուներ, որ ես Թուրքիայի կամ ինչ դե փաստ կա ակնհայտորեն, որ դուք հիմա ինձ հարց տվեցիք, չէ՞, հետեւաբար ինչ ինչ որ եւ եթե ամեն շաբաթ ռիսկի եք դիմում, ուրեմն ռիսկ չկա։ Այսինքն ռիսկի դիմում են այն ժամանակ, երբ որ տենց մի անգամ, այսինքն հիմա դուք մեկ ասեք ամեն շաբաթ ձեր ռիսկով գալիս եք ստեղ, հա, եկեք մի քիչ։ Ես չեմ կիսում նման տեսակետները, մանավանդ ոչ միայն ձեր դեպքով, այլ հազարավոր քաղաքացիներ գնում են Թուրքիա տուրիստական այցերով եւ Թուրքիայից էլ գալիս են իմիջիայլոց Հայաստան։ Մենք պատրաստվում ենք բաց սահման ունենանք, մենք պետքա սովորենք, որ մենք պետքա գնանք, իրանք էլ պետքա գան։ Դա էլ եմ ասում, այդ ամեն ինչը իրականում իներցիոն պրոցեսների արդյունք է, այդ իներցիոն պրոցեսները մեզ բոլորիս հատուկ է, որովհետև մենք էլ եմ ասում, մի տնից չենք, բայց մի երկրից ենք եւ բազմաթիվ հարցեր մենք ընկալում ենք նույն կերպ։ Եվ Հայաստանը մինչև դուք չեք նկատել, այս հարցոպատասխանում էլ է շատ տարածված, քաղաքական դաշտում էլ շատ տարածված, Թուրքիա, Ադրբեջան, այդ գործոնները օգտագործել մարդկանց դեմ։ Իբր որ ինչ որ մի բան ուզում են նեգատիվացնել, այ գնացել է ինչ որ մեկը Թուրքիա, այ ինչ որ մեկը, չգիտեմ, բան թուրքական անձեռոցիկա օգտագործում եւ այլն եւ դա եթե մենակ մերոնց մեջ լներ խնդիրը, ես շատ արագ այդ խնդիրը կլուզում։ Խնդիրը դա համընդհանուր է, չեք նկատել այդ երևույթը։ Դուք էլ չեք ասում, դուք էլ ձեր հարցի մեջ էլի այդ փորձեցիք կապ չուներ չնայած, բայց էլի փորձեցիք բերել, ասել, որ ես դարձել եմ Թուրքիայի, ինչ կապ ուներ դա, ձեր ասածից ոչ մի, բայց իրաց տրամաբանություն ձեր պատմածով նույնիսկ որևէ ես աղերս չտեսա, թե ընդհակառակը։ Ես նկատի ունեմ, դա մեր մոտ մենթալիտետ է, որ ինչ որ մեկի դեմ բան ես ասում, խոսում, զգում ես, որ փաստարկ չունես, ոնց խոցել դիմացինին։ Իհարկե, եթե այլ փաստարկ չկա, Թուրքիան եւ Ադրբեջանը տեղում են։ Ես դեռ հələ խաղաղության օրակարգը չկար, ես այն ժամանակ մատենադարանում էր ոնց որ 2000 կարող է նույնիսկ 22 կամ 21 թիվներ, ասի պետք չի թուրք ասել մտածելով, որ բան վիրավորում ես, որովհետեւ ասենք այդ նույնն է, որ ինչ որ մեկը մեկին ասի 1000 ներողություն, ուրիշ ազգի ներկայացուցիչ անունը տալով բան անի։ Դա վատ
արտապետական մտածողություն է եւ դա ֆորպոստային մտածողություն է ներդրված Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե եմ ասում, դա օբյեկտիվ պատմական հիմքեր ունի, բայց նաեւ մենք պետք է հասկանանք, որ մենք պետություն ենք եւ մենք պետք է դրջանանք։ Ես պաշտպանում եմ ձեզ Թուրքիա էլ, Ռուսաստան էլ, Եվրոպա էլ եւ ոչ միայն ձեր գնալու իրավունքը։ Հարգելիս ես կառապան չեմ, որ ինչ որ մեկին սանձեմ։ Մարդիկ արտահայտվելու իրավունք ունեն նույն կերպ, ինչպես դուք։ Եթե ամեն մեկս ինձնից սկսած մեր խոսքին վերաբերվենք նույնպիսի քննադատությամբ, ինչպես ուրիշների խոսքին ենք վերաբերվում, բոլոր ամեն մեկս մեզ սանձենք, ոչ մեկին սանձելու կարիք չի լինի։ 100% համոզվեմ։ Ձեր ինձնից սկսած մնացածով վերջացրած, բայց երբ որ անընդհատ այդ մանր ծակոցները դառնում են գործունեության հիմնական ձև, դա բնականաբար իր հետ բերում է այդ երևույթների։ Ձեր նշած անձի բիզնեսների հետ կապված, ուրեմն չկա մի process, որը սկսել է ընտրությունից առաջ։ Ընտրությունից հետո ամեն ինչ շատ վաղուց process-ներ են, որոնք բոլոր հնարավոր ձևերով, արհեստական ձևերով խոչընդոտվել են։ Եվ ես Հայաստանի քաղաքացիների առաջ ստանձնել եմ պարտավորություններ, այդ պարտավորությունները պետք է կատարվի։ Ես մարդկանց ասել եմ, որ էսա տեղի ունենալու, էսա մի քիչ կրկոտ եմ ասել, մի քիչ ոչ գրական բառապաշարով եմ ասել, բայց դրանից բովանդակությունը չի փոխվում։ Դա իրականացվելու է։ Հիմա ում դա դուր կգա, ում դուր չգա, դա իրականացվելու է։ Ընտրությունների ժամանակ ստանձնած պարտավորությունները ո՞նց ընտրություն, հա? Այդ process-ները նույն ճոպանուղու հետ կապված process-ները 8 տարի առաջ սկսվել են։ Ուղղակի ամեն անգամ արհեստական խոչընդոտներով հետաձգվել են, նոր եկե հասել, այդ թվում օրենսդրական բացերի պատճառով։ Ես հիշում եմ ճոպանուղու հետ կապված process սկսել այն ժամանակ, երբ որ Ռոմանոս Պետրոսյանը եղել է Կոտայքի մարզպետ։ Ինքն է առաջին անգամ ինձ բերել, որ սենց հարց կա։ Եվ այդ պահից սկսած դրա շուրջ process-ները ոչ մի րոպե չեն դադարել, ոչ մի րոպե։ Պարզապես անընդհատ արհեստական եւ խոչընդոտներ եւ նաեւ օրենսդրական բացեր։ Հիմա այդ բացերը կարգա։ Պարոն Մակարյան, գործընկերները սպասում են։ Չհամընկան։ Process-ները իրենց բնականոն ճանապարհով գնում են։ Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ես արդեն պատասխանեցի, չեմ կարող չմտահոգվել։ Բայց ես կարծում եմ, որ ինչքան ես եմ մտահոգված, ԵԱՏՄ-ի մյուս գործընկերներն էլ պետք է մտահոգված լինեն։ Հիմա ասենք ԵԱՏՄ-ի մյուս անդամ երկրները Հայաստանից փորձից մտահոգված չեն, 100% համոզված եղեք, որ մտահոգված են, որովհետև բոլորը հասկանում են, որ նույնը կարող տեղի ունենա իրենց հետ։ Սա եթե մենք հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ-ի քայքայումը դարձնելու անխուսափելի։ Ուղղակի անխոս, ոչ թե Հայաստանի մասին չի խոսքը։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես, եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։ Ասեցի արդեն։ Ասեցի։ Եվ հաջորդ հարցը Ջրասուզակի հետ կապված, իհարկե շատ ցավալի եւ դրամատիկ իրադարձություններ են, համոզված եմ ներքին գործերի նախարարը աշխատանքի գնահատականի վերաբերյալ զեկույցով հանդես կգա։ շնորհակալություն Եվրոմեդիա գործընկերներից հարցին հավելում ազգային ժողովի նախագահի կապված ուզում եմ իմանալ բացի նշված 3 տեխնատուներից կան էլի առաջադրված դեր թե միայն 3-ն են ու այսօր վարչության նիստից հետո արդեն արդյունքները կասվեն թե ոչ դա ճշտով նշանակություն հարց եւ ես ուզում եմ ձեր դիրքորոշում իմանալ վերջերս ավականու նիստին տեղ ունեցած այդ ծածկուրտուքի հետ կապված քրեական վարույթ կա, կան մարմնական վնասված ստացածներ, ինչու եմ հենց ձեր տեսակետը, որտեղ ընդդիմադիրները, հա, կողմը օրինակ պնդում են, որ սա հերթական միջադեպը չէ, այլ վերևից եկած, այս նախապես միջև նիստը կազմակերպված միջադեպ էր, եւ սրանով իշխանության ներկայացուցիչները ուզում են ցույց տալ, այ եկեք տեսեք ձեզ այդ խորհրդարանում ինչ է լինելու, ասում են սա, որ սրանով մեզ դաս են տալիս, ու արդյոք դուք ընդունում եք այս խոսելը, ոչ օրինակ ասում են դուք բոքսի տանձիկ եք դառնալու, եկեք խորհրդարան տեսեք ձեզ հետ ինչ են, այս խոսույթը նորմալ համարում եք։ Գիտեք, ընդհանրապես ես կարծում եմ, որ վաղուց ժամանակը հասունացել է, որ մենք ընդհանրապես մեր քաղաքական խոսույթներին անդրադառնանք։ Որովհետև էդ էլ է նույն բանը, հասկանում եք, չի կարա այդպես լինի։ Հիմա գիտեք ինչ, ով է ձեր մեջ ամենա
ամենահանդուրժողը, ամենահանդարտը, բայց հասկանում եք, եթե սենց անընդհատ այդ խոսույթը ցանկացածի դեմ օգտագործեն, մեկը մի օր այդ պայթյունը տեղի ունենալու եւ իհարկե ինձ համար շատ ցավալի է եւ ընդունելի չի, որ այդպիսի բաներ են տեղի ունենում, բայց մյուս կողմից չի կարա դա միակողմանի լինի։ Այսինքն, եթե ընդդիմությունը ուզում իշխանությանը կներեք բոքսի տանձիկ սարքի, այսինքն ինչ իշխանությունն ասել է լավ, դե որ ընդդիմությունը տենց է ուզում, ուրեմն մենք այդ դիրքում կդիրքավորվենք, չի լինի։ Ես առաջարկում եմ, որ հրաժարվենք այդ բաներից, ընդհանուր առմամբ հրաժարվենք եւ հասկանանք, որ չի կարելի այդպես շարունակել։ Ես վաղուց անցած տարի առաջարկ եմ արել ընդհանրապես Հայաստանում հանրային քաղաքական դաշտին, անցած թե նույնիսկ հաճե անցյալ տարի, որը ըստ էության անարձագանք է մնացել, այդ առաջարկը բաց է եւ որ ով որ այդ առաջարկի մեջ կգործի, բնականաբար մեր վերաբերմունքն էլ կլինի համարժեք, ով որ դաշտում կգործի, բա հիմա մարդիկ են գալու խորհրդարան, որոնք ասենք այնտեղ գտնվող մարդկանց հասցեին ինչ ասել են, բա այսինքն դա տենց ուղղակի չէ, կներեք շատ լավ, հանրության քվեով են գալիս, մեծամասնությունն էլ է հանրության քվեով գալիս եւ մարդիկ իրանց հետ կապված էլ եմ ասում ու ցանկացածը երբ որ անընդհատ 1 2 3 4 5 10 15 20 բայց մի X պահի մարդկանց նյարդերը չեն դիմանում պարզապես, չէ՞։ Ու բոլորն են տենց, ունենք չի որ ինչ որ առանձնահատուկ խումբ կա, բոլորը տենց եք։ Բոլորս էլ տենց ենք։ Ասենք մարդ ենք լավ ի վերջո, ամեն ինչից անդին։ Լավ, ասենք ենթադրենք վարչապետի դեպքում դա 1 2 3 10 30 40 է, մյուսի դեպքում 20 է, մյուսի դեպքում 10 է, մյուսի դեպքում 100 է, մյուսի դեպքում 1000, բայց ինչ որ մի հատ գիծ կա, չէ՞։ Պարոն վարչապետ, դուք բազմիցս կոչ եք արել քաղաքացիներին տարբեր առիթներով հեղափոխություն անել, եթե իրենք համաձայն չեն ձեր առաջ քաշած թեզերի հետ, վերջինը ընտրությունների հետ էր կապված եւ նաեւ եռագլուխ կուսակցության առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու եւ կոչ արեցիք, եթե համաձայն չեն մարդիկ դուրս գան փողոց հեղափոխության, ընդդիմության առաջնորդները հիմա հետընտրական հանրահավաքների մասին են մտածում, այդ մասին են բարձրաձայնում, նաեւ պարոն վարչապետ, հետընտրական կոալիցիաների մասին են քննարկումներ իրականացնում։ Կարծում եք, պարոն վարչապետ, դա ձեր կոչինի պատասխան կարող է գեներացնի այդ հեղափոխական գործընթացները, արդյոք ընդդիմությունը կկարողանա գնալ այդ ճանապարհով եւ մի հարց թրիպի հետ կապված, դուք նշեցիք Միջանցքի համատեքստում, որ թրիպը ի վերջո դա մաս կազմի Միջանցքի, պարոն վարչապետ, ինչ ունենք թրիպի մասով, որովհետեւ տեսնում ենք, որ գործընթացները արագ գնացին, հիմա ինչ որ լրություն է այդ իմաստով կուլիսային երևի ինչ որ գործընթացներ գնում են, բայց հանրությունը դրա մասին տեղյակ չի, կարող եք ինչ-որ տեղեկություններ տալ, թե որ փուլում է գտնվում թրիպի գործընթացը։ Կուլիսային ոչ մի գործընթաց չկա, կա աշխատանքային գործընթաց։ Սկսած նրանից, որ աշխատանքային խմբերը օրինակ երկաթուղու հնարավոր ուղիների վայրերում են տեղատեսության պրոցեսներ անում, ճանապարհների հնարավոր վայրերում են տեղատեսության պրոցեսներ անում, էլեկտրահաղորդման գծերի վայրերում են տեղատեսության պրոցեսներ անում։ Նկատի ունեմ այն ինչ որ հրապարակային պետքա լիներ, մեծ մասը արդեն եղել է։ Հիմա աշխատանքային մակարդակում գործելու ժամանակն է եւ աշխատանք է տեղի ունենում։ Եվ գործնականում այսօր էլ եթե ոչ ամենօրյա, ամեն շաբաթյա ռեժիմով ինչ որ մի ինժեներական հարց է քննարկվում, ինչ որ մի կոնստրուկտորական, նախագծային, ֆինանսական, լոգիստիկ, այսինքն process-ը գնում է եւ հույս ունեմ, ինչ եմ ասում, հույս ունեմ, որովհետեւ տեխնիկական խնդիրները եթե չխանգարեն, այս տարի գործնականում արդեն գետնի վրա արդեն շինարարական աշխատանքներ գոնե մենք ուզում ենք, բայց ինչ են վերապահումով ասում, որովհետեւ դրանք քաղաքական եւ ֆինանսական ոչ մի խոչընդոտ չկա, բայց կարող են տեխնիկական բնույթի, կազմակերպչական բնույթի հարցեր լինել։ Առաջիկայում մենք Հայաստան, Միացյալ Նահանգներ փաստաթուղթը կվավերացնենք
ըստ ամենայնի եւ կանցնենք process-ի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, Հայաստանում տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ։ Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, իր ժողովրդի արտահայտված կամքը արձանագրել է։ Այդ այո, ես դա ասում եմ, բայց ես դա նաև ժողովրդի վստահության քվեին արժանացած մարդ եմ որպես ասում, որովհետև ես իմիջիալոց երբեք չեմ ժխտել եւ երբեք չեմ ժխտի ժողովրդի հեղափոխություն անելու իրավունքը։ Ես դա միշտ եմ ասել, ընտրություններից առաջ եմ ասել, ընտրությունների ժամանակ եմ ասել, ընտրություններից հետո եմ ասում։ Բայց ակնհայտ է, որ ժողովրդը իր ընտրությունը կատարել է եւ մարդիկ վերադարձել են, չեն վերադարձել, այսինքն հետել ընտրությունն էլ է բնականon կյանք, բնականon կյանքով ապրում են եւ Հայաստանը տնտեսական զարգացման բարձր տեմպերը շարունակում է եւ սա շատ ուրախալի փաստ է։ Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք նոր դպրոցների, նոր ճանապարհների, նոր մանկապարտեզների, արտահանման նոր ուղղությունների, նոր միջազգային կապերի եւ այցերի վրա։ Շնորհակալություն Պարոն Փաշինյան, հարցերից հետո խնդրում եմ կրկոտ ռետորի պես չպատասխանել։ Չէ, որոշել եմ, որ այսօր հատկապես ձեր հարցերին պատասխան կրկոտ ռետորի պես եմ պատասխանել։ Ինձ թվում է կարիք չկա, որ ես հիշեցնեմ 2018 թվականի ձեր խոսույթը թալանչիներին պատժելու եւ օրինակ Սաշիկ Սարգսյանի ունեցվածքը բերելու, քանի որ դուք համարում եք, որ նա 50-50 է արել, փայը մտել, մարդկանց կեղեքել է, բայց վերջերս դատարանը մի որոշում կայացրեց, որը առնվազն հարցեր է առաջացնում։ Սաշիկ Սարգսյանի կալանքի որոշումը վերացվեց, հետո դատախազությունը իհարկե վճռաբեկ բողոք ներկայացրեց եւ կրկին դատարանը մերժեց։ Խնդրում եմ մեկնաբանել ձեզ համար ընդունելի է արդյոք, որ դուք հիմա որոշել եք օրինակ Գագիկ Ծառուկյանին, այսպես ասած, կուլակաթափանել, քանի որ նա մասնակցել է ընտրություններին, այսպես է մեկնաբանվում, իսկ օրինակ Սաշիկ Սարգսյանը, որ ձեզ համար ընտրությունների ընթացքում համարում եք թիրախներ, հիմա այսպես ասած ինքը դուրս է մնացել այս ամենից։ Մյուսը պարոն Փաշինյան, ընտրություններից մեկ օր առաջ ձեր այս ելույթը հրապարակելու համար կարող ենք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք ունենայինք այս նույն վիճակը, իհարկե առանց զոհերի։ Այս ձեր ելույթը հրապարակելու համար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ինձ դատի է տվել, ոչ միայն սրա համար, այլև եւս երկու հրապարակման համար։ Մյուս հրապարակումը վերաբերում էր նրան, մի լուսանկար է հրապարակել, երբ զոհված զինծառայողների մարմինները նետվել էին Դիահերձարանի նկուղում եւ օրեր շարունակ մնացել էին այնտեղ ճանճերի մեջ։ Դրա համար է դատի տվել եւ Վալոդիա Գրիգորյանի սպանության վերաբերյալ տեղեկությունը, այսպես ասած, փաստերը հրապարակելու հետ կապված։ Ես ուզում եմ իմանալ արդյոք խորհրդակցել են ձեզ այդ ընդհանուր որոշումը է դա թե ոչ, որովհետեւ առնվազն տարակուսելի է, որ ձեր ելույթի համար ինչը փաստ է, արձանագրված է, ձեր ելույթի համար կարող է քաղաքացիական պայմանագիրը ինձ դատի տալ։ Շնորհակալ եմ։ Տարակուսել է ձեր ասածը, որ այս ելույթը հրապարակելու համար։ Հիմա ասենք չտեղեկացված դիտորդը կմտածի, որ դուք ինչ որ տեղից այդ ելույթը հանել հրապարակել եք։ Այդ ելույթը հրապարակված է, ենթադրում եմ այդ թվում իմ YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Ինչ նշանակում հրապարակված ելույթը հրապարակելու համար։ Լսեք, դրա ընտրություններից առաջ, հետո, հիմա, 5 տարի հետո, 6 տարի հետո ելույթը իմ պաշտոնական YouTube-ի էջում դրած ալնելու։ Հա? Չէ, դուք ես զարմանում եմ ձեր ձևակերպման վրա, ասում եք ձեր ելույթը հրապարակելու համար, իմ հրապարակված ելույթը դուք հրապարակել եք, եթե ելույթը ես եմ հրապարակել, դուք չեք հրապարակել, որովհետև դա իմ պաշտոնական YouTube-յան էջում է, կառավարության էջում է եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ել չեմ ասում, որ չեմ պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում կա մարդ, ով տեղյակ չի իմ այդ ելույթի մասին, կամ մոռացել է իմ այդ ելույթը։ Ես չգիտեմ, եթե տվել են, ուրեմն պատճառ եղել է, ես չգիտեմ մանրամասները։ Ինչ ասեմ, տեղյակ չեմ։ Եթե տվել են դատի, ուրեմն դրա համար հիմքեր եղել են։ Հարգելի Լիա, թույլ կտակ պատասխանեն եւ մյուս լրագրողները հարցնեն։ Շնորհակալ
Ճիշտ ասած, ձեր հարցերը առանձնապես գիրք չառաջացրեցին եւ մոռացա էլ ինչի մասին։ Հա, Սաշիկի մասին։ Սաշիկը դեռևս 2018 թվականին 29 միլիոն դոլար է վերադարձրել եւ այդ որ ասում եք դուս ոչ մեկ դուս չի մնացել, չի կարա դուրս մնա։ Ոչ մեկ։ Բացառվում է որ որևէ մեկը դուրս մնա։ Հիմա առանձին գործով ամեն դեպքում կարա 10 հատ գործ լինի, մի գործով կարան այս որոշումը կայացնեն, մի գործով են, ել չեմ ասում, ես ասել եմ որ դատա իրավական համակարգի հետ կապված խնդիրներ եմ տեսնում։ Չեն դատա իրավական համակարգը հենց ժողովրդի կամքը չի սպասարկում պատշաճ ձևով, ես եւ այս դե խնդրեմ եմ տեսնում։ Կարդարացնեն էլ, կազատնել, հələ մի հատ էլ բան կարող է մեր վրա էլ պարտավորություն դնեն, ասեն ոնց բան թալանվածը պետք է դուք վերադարձնեք բաներին թալանչին, չեմ զարմանա, բայց ձեր ակնարկը, այտենց ակնարկ չկա։ Եթե ձեզ որևէ մեկը կասի, որ ես կամ մեզնից որևէ մեկը որևէ այդ կատեգորիայի մարդու հետ որևէ կոմպրոմիսի է գնացել, ուրեմն դա կարելի է բնորոշել միայն մի բառով՝ սուտ։ Դա չի կարող լինել, չի կարող։ Ասել եմ հատիկ հետ ենք բերել, ասել եմ ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու։ Ոչ մեկ չի պլստալու։ Ինչքան կպլստան, կարան 1 պլստան, 2 պլստան, 3 պլստան չեմ պլստալու, ոչ մեկ չի պլստալու։ Եվ process-ները ակնհայտորեն իմիջայլոց դուք ձեր մոտ հարց չի ծագում, ըստ էության գործնականում արդեն ինչքան ժամանակ այդ հատիկ օրագիրը, որ մենք Facebook Այսինքն անընդհատ գնում է, այդ ումն է բա, այդ որտեղից այդ գույքերը, որ վերադարձվում են համայնքին, պետությանը, որտեղից, այդ ումն է։ Բանը ազնիվ քաղաքացիներից ենք դրանք հետ բերում, հա, աշխատանքով, քրտինքով վաստակած ունեցվածքան ինչ որ մեկի ձեռից առնում են, բայց որտեղից։ Բայց 700 միլիոն, 770 միլիոն դոլարի գույքը, որ վերադարձվել է պետությանը, ընդ որում համայնքներին իրական գնահատման ծավալները մենք չունենք, որովհետև համայնք բազմաթիվ դեպքեր ունենք, օրինակ, մասնավորապես նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետը հենց ուղիղ եթերում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում Կոմիտասի այգին վերադարձվել է համայնքին։ Դրա մասին ոչ մի հաշվետվության մեջ չկա։ Այսպիսի դեպքեր ունենք գրեթե բոլոր համայնքներում։ Միլիարդների ունեցվածքա վերադարձվել Հայաստանի Հանրապետություն եւ ոչ մեկ անհանգստանալու կարիք չկա, որևէ մեկը դուրս չի մնա։ Էլի հարց կար, չէ նկատում եմ։ Ինչքան էլի կա հարց։ Հարցեր կան։ Դե վերջին հարցը տվեք։ Այո, վերջին հարցը Այդ խնդրում եմ կարճ, որ ես է կարճ պատասխանում։ Շատ լավ։ Նախ պարոն վարչապետ, Սաշիկ Սարգսյանը գումար չի վերադարձրել, դա 2018 թվականին ներկայացվեց որպես նվիրատվություն, որտեղ այդպես էլ հանրության համար պարզ չեղավ, թե դա ինչ գործի շրջանակներում է վերադարձրել, եթե մանրամասներ կան կխնդրեմ հայտնեք։ Պարոն վարչապետ, դուք ձեր գնահատականը, ձեր արձագանքը ո՞րն է Օրդուբատում տեղի ունեցած այսպես կոչված ճակերտավոր արևմտյան Ադրբեջան վերադարձի փառատոնի հետ կապված, որովհետև դա տեղի ունեցել, պահանջներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ ԱԳՆ-ն եմ արձագանքել, ոչ վարչապետի աշխատակազմը։ Դա ընդունելի չի, բայց մյուս կողմից ես ասում եմ, ես գիտեմ դա ինչ պատճառահետևանքային կապերը գիտեմ։ Բայց նույն կերպ ընդունելի չի Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերը Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ այսօր առաջի հարցի հետ կապված հիմա նոր որ ասցի, օրինակ Կոմիտասի այգու վերադարձի մասին, հայտել է կամավորության բանով ստորագրել վերադարձել են, բայց հիմա մի դեպքում երկար դատական process-ներ կան, մի դեպքում հնարավոր է լինում առանց դատական process-ներին դա ապահովել։ Հիմա անուն կլինի նվիրատվություն, անուն կլինի վերադարձ, անուն կլինի կամավոր հրաժարում։ Իմիջիայլոց ապօրինի գույքի բռնագանձման համակարգում, եթե չեք մոռացել, կա նաև հաշտության ռեժիմ, երբ որ գալիս են կողմ գալիս է եւ հաշտության պայմանավորվածություն է ձեռք բերում, այնպես դա նորմալ բան է, փաստն է, որ այդ փողը տեղափոխվել է պետական տիրապետության։
Քայլեր ձեռնարկելն է, ես ասում քայլը ռազմավարական գործարքն է։ Պետքա դադարեցվի երկով։ Պետքա դադարեցվի Հայաստանում էլ, պետքա դադարեցվի Ղարաբաղի շարժումը մի ժամը դրացավ։ Շարունակելու փորձերը։ Իմիջայլոց նոր երևույթ կա, նախկինում այդ երևույթը երբեք չի եղել։ Այսօր ես մարդկանցից նամակներ եմ ստանում այդ թեմաներով։ Եվ մարդիկ ըստ ամենայնի նախ այս խոսակցության ընթացքում իրանք ընկալել են թեման եւ օրինակ ինձ նամակներ են գրում նույն խորհրդանում Ղարաբաղի դրոշների արկայության վերաբերյալ, ինձ նամակներ են գրում տարբեր ելույթների վերաբերյալ, որ պատեսեք այս ելույթում փաստորեն իրանք այդ գիծը տանում են, որ Բա որտե՞ց է ֆինանսավորվում այդ աթոռը եւ այդ նստարանը։ Պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Պետական բյուջեից չի ֆինանսավորվում։ Պետական քաղաք, բա պետական ինստիտուտ է։ Բա հարց է ցակում, այսինքն Հայաստանի Հանրապետություն տարբեր պետական ինստիտուտներ, տարբեր քաղաքականություններ են վարում։ Ես իմ նախընտրական վերջին հարցազրույցի լռության օրը նախորդած հարցազրույցի մեջ ասացի, որ այսօր միջև այսօր երբեմն լնում է կառավարության որոշումների մեջ օրինակ արտահայտություններ են լինում այդպիսի։ Ինչ որ մի պահ կա, երբեմն ես մտածում եմ, որ ինչ որ մեկը հատուկ է արել, բայց նաև մենք պետք է հասկանանք, որ այդ իներցիան 30 տարի մեր մեջ պատտվել է, հեշտ չի, մարդիկ դա ասում են չեն նկատում։ Ես էլ օրինակ նույնիսկ մեր խմբակցության անդամների ելույթ նույնիսկ իմ խոսույթի մեջ երբեմն օգտագործում եմ իներցիայով բառակապակցություններ, որոնք այդ տրամաբանությունից բացարձակապես դուրս են։ Եվ չարամիտ ընկալման դեպքում կարելի է դա ընկալել որպես երկակի խաղ, բայց այդ դեպքում ինչի ես ասեցիք, բան դեպքում ինչի ես ասեցիք։ Նկատի ունեմ դա process է։ Եվ ես ինչի համար եմ ուրախ, որ այս մենք հասել ենք այս կետին, որ այս թեմաների մասին այս բացությամբ խոսում ենք, դա կարևոր կետ է եւ պետք է շարունակենք խոսալ։ Շնորհակալ։ Ինչի մենք չենք տեսնում։ Ինչի մենք ծառայություններ ունենք, որ հետազոտում են իրանց մեկնաբանությունները, այդ թվում իրանց սոցիալական ցանցի տիրույթները, իրանց պաշտոնական հայտարարություն։ Պարոն Մակարյան, ես ձեզ ասացի, որ մենք ծառայություններ ունենք, որ վերլուծում ենք, չէ՞ մենք տեսնում ենք մարդիկ ինչ են խոսում, ինչ են ասում, ինչ են հարցազրույցներում հայտարարում։ Այդ թեմաները մենք ենք քննարկման բերում այդ թեմաները, այդ թվում այդ առիթներով։ Եվ ռազմավարական գործարքը ես դրա մասին ասել եմ մի քանի անգամ, որ մենք առաջարկել ենք ռազմավարական գործարք եւ մենք շարունակաբար այդ գործարքը առաջարկում ենք, բայց այդ գործարքը մենակ Ադրբեջանին չի ուղղված, այդ գործարքը նաեւ ուղղված է մեզ։ Եվ հիմա նոր փուլ է, նոր էտապ է բացվում, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց քվեարկությամբ արտահայտել են վերաբերմունք եւ սրա հետ պետք է հաշվի նստել։ Եվ սա հարց է, որին ելի եմ ասում, մենք պետք է խոսենք, հասկանանք, որովհետև պատճառահետևանքային կապերը եւ կոնտեքստը պետք է հասկանանք։ Այլևս քողարկված խոսելու կարիք չկա, որովհետև թեման բաց է եւ նախընտրական քարոզչության ընթացքում էլ բաց այդ մասին խոսել ենք։ Այս նախընտրական քարոզչության առանձնահատկությունը գիտեք որն է, իհարկե մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց ոչ մի թաքնված թեմա չի եղել։ Սովորաբար լինում է թեմաներ, որ շրջանցվում են աչից ձախից։ Այս նախընտրական քարոզարշավի ընթացքում 0 փակ թեմա եղել։ Բոլոր թեմաները բաց քննարկվել են։ Նույնիսկ շատերը համարում են, որ դա այդքան էլ լավ չի, այդքան բաց, այդքան կրկոտ, բայց բոլոր թեմաները քննարկվել են։ Եվ դա վատ չի։ Ես կարծում եմ դա լավ է, որովհետև մենք պետք է խոսենք։ Հասկանալու համար պետք է խոսել, պետք է դետալների մեջ մտնել, մանրամասների, չխոսելով, ոչ մի բան, չնայելով, չդիտարկելով, ոչ մի բան չենք հասկանա եւ առաջ չենք գնա։ Շնորհակալ եմ։